Ես ինքս կորոշեմ, եթե տեսնեմ դուք տեղավորում եք մայտրոք տեղոր, եթե չի, ես դες պարտադրեմ գոտի։ Մենք չենք խոչընդոտի ամենտեղս երթևեկությանը։ Ես ես պարտադրեմ, մենք չենք խոչընդոտի երթևեկությանը։ Մենք չենք խնդրում օրինականության սահմաններում գործողությունները ձեր չկարդեք։ Այս իշխանությունները ցույց տվեցին, որ նրանց հետ երկխոսելը ոչ մի իմաստ չունի։ Եվ ցույց տվեցին դա առաջին հերթով անելով այս կեղտոտ գործը, կազմակերպելով այս սադրանքը մեր ակտիվիստների նկատմամբ եւ բանտարկելով նրանց։ Հիմա բանտարկության մեջ, անազատության մեջ գտնվում է Տիգրան Առաքելյանը եւ եթե ռեժիմը տրամաբանական ավարտի հասցնի այն դատական գործընթացը, որ այսօր գնում է այս գործի շուրջ, ուրեմն եւս 3 հոգի հայտնվելու են ճաղերի ետևում։ Սա ուղիղ այն է, ինչ որ մենք թույլ չենք տա։ Եվ այսուհետև մենք հայտարարում ենք սրոյական հանդուրժողականություն ռեժիմի որևէ ոտնձգության դեմ մեր ազատությունների նկատմամբ։ Եվ այո, հենց մեկ մարդու համար, հենց մեկ Տիգրան Առաքելյանի համար մենք պետք է ամբողջ երկիրը խառնենք, որովհետև եթե թույլ ես տալիս գոնե մեկ քաղբանտարկյալի արկայությունը քո երկրում, դա նշանակում է, որ դու դուռ ես բացում երկրում բռնապետության հաստատման համար։ Այս օրինակը, այս ոտնձգությունը տղաների ազատության դեմ ցույց է տալիս մի բան, որ նախ ցանկացած մեկը այստեղ ոստիկան կլինի, ով ուզում է լինի, այս հանցավոր իշխանության կողմից նրանք բոլորը դատապարտված են անդադար լինել ոչ ադեկվատ վերաբերմունքի թիրախ։ Ուստի այսօր տղաների ազատությանը հասնելու համար պետք է պատրաստ լինեն գնալ ամեն ինչի, յուրաքանչյուր կեղծիքի դեմ։ Եթե գործողությունները լինեին մաքուր եւ արդար, ոչ այս խնդիրը կլիներ, ոչ էլ մենք այստեղ հավաքված կլինեինք։ Միայն ու միայն ազատություն, միայն ու միայն ճշմարտություն, միայն ու միայն արժանապատվություն, մեզ բոլորիս եւ մեր երկրի։ Մենք շարժվենք Տերյան փողոցով դեպի վերև, հետո Սայաթնովա, հետո Մաշտոցի պողոտա, այնտեղից Ամիրյան, Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա եւ այնուհետեւ նորից կվերադառնանք հենց այստեղ։ Մենք այժմ անցկացնում ենք ազատության քայլեր Երևանի կենտրոնական փողոցներով, մեր մտահոգությունը հայտնելու, մեր բողոքը բարձրացնելու Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի համար։ Սիրելի հայրենակիցներ, օրեր առաջ Հայաստանի վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց այս տարվա հունիսի 20-ին հրապարակված ապօրինի եւ մի խայտառակ դատավճիռ, որով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները լինելով բացարձակապես անմեղ դատապարտվեցին մինչև 6 տարվա ազատազրկման։ Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին ազատություն։ Մենք հասնելու ենք մեր ընկերների ազատ արձակմանը, մենք հասնելու ենք նաև այն երկրի կառուցմանը, որտեղ քաղաքական հետապնդումները այլևս չեն լինի, որտեղ քաղաքական բանտարկյալներ կիրառող հանցագործ իշխանությունները այլևս չեն լինի։ Ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն։